Բարև ձեզ։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, Գյումրիում եւ Փարաքարում իշխանություններին չհաջողվեց 50+1 ձայն հավաքել եւ մեծ հաշվով ընդդիմությունը հաղթեց երկու համայնքներում էլ, թե Գյումրիում եւ թե Փարաքարում։ Կարող ենք ասել, որ այս ընտրությունները վստահության հանրաքվե էին Նիկոլ Փաշինյանին եւ ըստ էության Նիկոլ Փաշինյանը չստացավ այդ վստահությունը։ Կարող ենք ասել, եթե չասենք հանրաքվե, այլ կարող ենք ասել թեստավորում էր, եւ թեստավորումը բավականին դրական էր հայ ազգի եւ Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ստացավ այն պատասխանը, ինչը որ ակնկալում էինք։ Երկար ժամանակ էր տարբեր հարթակներում, տարբեր գործիչներ, տարբեր մասնագետներ, փորձագետներ մեկնաբանում էին, որ հանրությունը թմբիրի մեջ է, հանրությունը անտարբեր է եւ այլն։ Այժմ հանրությունը ցույց տվեց, որ ինքը անտարբեր չէ եւ ցույց տվեց, որ կարողանում է շատ սթաբ գնահատել իրավիճակը, կարողանում է գործիչներին անձանց եւ կառավարությանը շատ սթաբ գնահատական տալ եւ Գյումրի ընտրության արդյունքները եւ Փարաքարի ընտրությունների արդյունքները այդ թեստավորման դրական պատասխաններն էին։ Հնարավոր համարում եք, որ այս պարտությանը իշխանության հետևի ընդդիմության կողմից բողոքի գործողություններ կամ խորհրդարանում անվստահության գործընթաց։ Ես անձամբ չեմ պատկերացնում եւ չեմ էլ հավատում, չեմ էլ հակված կարծելու, որ այդպիսի գործողություններ կսկսվեն, որովհետեւ ընտրություններին մնացել է մոտավորապես 1 տարի ժամանակահատված եւ ընտրություններին պատրաստվել է ինքնին բարդ ու խնդրահարույց գործընթաց է, հազիվ հասցնեն ուժերը իրենց առաջիկա մասնակցության համար նախապատրաստական աշխատանքները կազմակերպեն եւ կարծում եմ իմպիչմենտի կամ ցանկացած այլ գործընթացի մեկնարկը, եթե չկա հստակ ծրագիր, հստակ իշխանության հեռացման մեխանիզմ, ապա անիմաստ ժամանակի վատնում է կարծում եմ։ Այսինքն նկատի ունեք, որ ընդդիմությունը հիմա պետք է ոչինչ չանի եւ սպասի նոր ընտրությունների։ Ընդդիմությունը չի կարելի ոչինչ չանի, ընդդիմությունը միշտ աշխատելու տեղ ունի եւ պարտադիր չէ, որ դա դրսեւորվի իմպիչմենտով կամ այլ գործողություններով։ Տարատեսակ հազարավոր գործողությունների պլան կա եւ որի նպատակը ես միշտ համարում եմ ոչ թե պետք է լինի թիվ 1 նպատակի իշխանության հեռացումը, այլ իշխանության հեռացումը այն առաջնահերթություններից մեկը, բայց ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի աշխատանքը ընդդիմությունը ամենօրյա ռեժիմով այդ թվում իշխանությունից էլ առավել պետք է կատարի։ Նամանավանդ, երբ որ իշխանությունը ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի չի գործում։ Պարոն Սարգսյան, Գյումրու ընտրությունները ձեր կարծիքով արդար թափանցիկ մթնոլորտում անցան, թե այնուամենայնիվ դրանք ինչ որ առումով կեղծված են, որտեղ բազմաթիվ են ընտրախախտումները, թե ընտրատեղամասերում ուղղորդումներ կային, թե ինչ որ ցուցակներ կային ԿՊ վստահված անձանց մոտ, ինչ տպավորություններ ստացաք։ Իմ տպավորությունները եւ հետեւելու ժամանակ եւ տարատեսակ հրապարակումները կարդալուց, դիտելուց ես եկել եմ այն հետևության, որ վարչական ռեսուրսի չարաշահումը տեղի ունեցել շատ ահռելի ծավալներով, տարատեսակ հրապարակումներ կային հոսանք անջատումների վերաբերյալ, լցոնումների վերաբերյալ, այլ քաղաքներից Գյումրի տեղափոխված եւ քվեարկած անձանց վերաբերյալ եւ այսպես շարունակ տարբեր նույնիսկ հասցեներում տարատեսակ անձանց գրանցումներ ու այդ քվեները հետագայում ի նպաստ ԿՊ-ի ծառայեցնելն էր եւ վերջում թվերն էլ ակնհայտ ցույց են տալիս դինամիկան նախորդ տարիների իրենց ընտրության այսպես ստացած վստահության քվեների եւ այլն ակնհայտ է, որ ընտրությունները բաց ու թափանցիկ չեն։ Ընտրությունների արդյունքները ինչու են գոհացուցիչ, որովհետև եւս մեկ անգամ ես պետք է առիթը օգտագործեմ եւ շնորհակալություն հայտնեմ ձեզ լրատվականների այն աշխատակազմերին, ովքեր որ շատ արդյունավետ հանրային վերահսկողություն իրականացրեցին։ Իմ մոտ կառավարչական այսպես համոզմունք կա, որ հանրային վերահսկողությունը շատ արդյունավետ գործիք է, բայց մասնավորապես ընտրությունների ժամանակ հանրային վերահսկողությունը 4-րդ իշխանության ԶԼՄ-ների կողմից վերահսկողությունը միակ եւ ամենաարդյունավետ գործիքն է։ Հետևաբար շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ այդպես արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար եւ իմ մոտ կա համոզմունք, եթե չլիներ այդ արդյունավետ վերահսկողությունը, մենք չէինք ունենա այսպիսի պատկեր։
իշխանությունը շատ ավելի այդպես մեծ ծավալներով իրագործել եւ վարչական ռեսուրսի չարաշահումը եւ տարատեսակ լցոնումներն ու այլ ընտրախախտումները։ Պարոն Սարգսյան, Ավագանյանը անցել 4 ընդդիմադիր ուժեր Գյումրիում, առաջին տեղում Վարդան Ղուկասյանն կոմունիստական կուսակցության հետ միասին եւ նրան հետեւում են Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը եւ Մայր Հայաստան դաշինքը։ Մի քանի օր է հանրությունը սպասում է Մարտուն Գրիգորյանի արձագանքին, ի վերջո ինչ ընտրություն կկատարի այդ ուժը, արդյոք Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ, թե այլ հնարավոր սցենարներ գուցե ունեն, դուք ինչ կանխատեսումներ ունեք։ Տեսեք, կանխատեսում այսպիսի պարագայում բավականին անշնորհակալ գործ է, բայց այնուամենայնիվ ես հակված եմ մտածելու, որ Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Գրեթե կա իմ մոտ վստահություն, հակառակ պարագայում, գիտեք, այս դատողություններն ու եզրահանգումները, որ իրականացնում եմ, ոչ թե իրականացնում եմ նրա համար, որ չէ, անպայման պետք է Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ ունենա, կամ ազգային, պետական, թեկուզ համայնքային շահից ելնելով եմ այդպիսի եզրահանգում իրականացնում, այլ պարզ մի հատ վարժություն ենք կատարում եւ եթե տեղի չունենա այդպիսի բան, ապա ընդդիմությունը շատ լուրջ քաղաքական կապիտալի կորուստ կարձանագրի, շատ լուրջ, ընդ որում անվերականգնելի կորուստ։ Հետևաբար իրենցից շահերից է բխում սցենարները էական չեն, այսինքն տեխնիկական միջոցները էական չեն ինձ համար։ Միգուցե շատ մարդկանց համար դրանք էական են, բայց ինձ համար բացարձակ չկա տարբերություն, դա կլինի կոալիցիոն իշխանություն, դա կլինի ուղղակի օժանդակություն, օգնություն, թե ամեն ինչ ցանկանում են դնել, այնուամենայնիվ ընդդիմությունը պետք է աջակցի, որպեսզի ընդդիմադիր տեխնացուն դառնա քաղաքապետ։ Մի փոքր խոսենք նաև այլ թեմաներից։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրամիությանը անդամակցելուն մեկնարկ տալու մասին օրենքը, արդեն իսկ օրենքը, կամ այսպես կոչված Եվրաքվեն, ռուսական թե փորձագիտական շրջանակներից եւ թե պաշտոնական շրջանակներից բազմաթիվ են եղել արձագանքները եւ դրանք մեղմ ասած բացասական են, բայց դες ուզում եմ հարցնել տնտեսական առումով Հայաստանը ինչ հետևանքներ կկրի այս քայլի համար։ Հետևանքների մասին դեռևս բավականին վաղ է խոսել, որովհետև ռուսական կողմից միգուցե հնչում են շատ կոշտ քննադատություններ ու գնահատականներ, այդ թվում սցենարներ տարատեսակ զարգացումների, եւ այդ սցենարները բավականին բացասական ելքով կավարտվեն Հայաստանի Հանրապետության համար, բայց կարծում եմ նույն ռուսական կողմի փորձագիտական շրջանակները, պաշտոնյաները, հայկական կողմը, այդ թվում եվրոպական կողմը լուրջ չի վերաբերվում այդ փաստաթղթին, որովհետև բոլորն էլ հասկանում են փաստաթղթի իրական նպատակը ինչու՞մն է կայանում։ Փաստաթղթի իրական նպատակը բացառապես մեկ այսպես քողարկված նպատակի է ծառայում։ Նիկոլ Փաշինյանին աջակցող որոշակի ուժերի ամեն գնով մտցնել խորհրդարան հետագայում կոալիցիա կազմելու ակնկալիքով։ Բայց քանի որ այս ուժերը չունեն որևէ այլ քաղաքական կապիտալ եւ չունեն այլ միտք, որը կարող են զարգացնել եւ դրա հիման վրա որոշակի քվեներ կարողանան ստանալ, սա իրենց քվե կորզելու միակ այդպես ալիբին էր համարվում։ Եվ դա շատ քաջ, նորից եմ կրկնում, շատ քաջ գիտակցում են եւ արևմտյան գործընկերները, եւ Ռուսաստանը, եւ այլ երկրների փորձագետներ։ Ինչ վերաբերվում է, եթե դա ունենա իրականությանը համապատասխանություն, այսինքն Հայաստանը իրապես փորձի եւ առարկայական ու գործում քայլեր ձեռնարկի Եվրոմիության անդամակցության համար, ապա Հայաստանի Հանրապետությունը դուրս կմնա Եվրասիական տնտեսական միության ընտանիքից, Հայաստանի համար սա կբերի ուղղակի աղետալի հետևանքների։ Աղետալի շատ մեղմ է ձևակերպած, որովհետեւ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 42% եւ ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին, 70% եւ ավելի տրանսֆերտները բաժին են ընկնում Ռուսաստանին, ամբողջ վառելիքա էներգետիկ համակարգը կախված է հենց Ռուսաստանից եւ երևի թե չթվարկեմ մյուս բոլոր կոմպոնենտները, որովհետեւ այսքանը բավարար է Հայաստանի Հանրապետության տնտեսությանը ուղղակի կոլապսի հասցնելու համար։ Պատկերացրեք, սկսենք հենց վառելիքա էներգետիկ համակարգից, պատկերացրեք Հայաստանի Հանրապետությունում հոսանքի գները կրկնակի ավելանում են, վառելիքի գները կրկնակի ավելանում են, այդ թվում գազի սակագները կրկնակի ավելանում են, ինչը տեղի ունենում 40%-ից ավել աղքատություն ունեցող երկրում նախ մարդիկ չեն կարողանում սպասարկեն իրենց նույնիսկ կոմունալ վճարները,
այնուհետև չեն կարողանում սննդի ձեռքբերման հարցերը լուծեն, որովհետև այդ նույն գազի սակագինը, բենզինի սակագինը, էլեկտրաէներգիայի սակագինը ուղղակիորեն մասնակցելու է հացի ինքնարժեքի ձևավորման մեջ եւ հացը մինչև կրկնակի թանկանալու ռիսկ ունի։ Սա անձամբ յուրաքանչյուրի սպառման վրա ազդեցություն ինչպիսին կլինի։ Կողմնակի եւ երկրորդային ազդեցությունը հետեւյալն է լինելու. Հայաստանի Հանրապետությունը առանցային էլ այս պահին արդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը, մասնավորապես սննդի արդյունաբերություն, հագուստի արտադրություն եւ այլն մրցունակ չի, պատկերացրեք այդպիսի արհեստական թանկացումների պատճառով ինքը կդառնա առավել անմրցունակ եւ Հայաստանից կտեղափոխվեն։ Օրինակ, կոմպոտներ, պահածոներ արտադրող կազմակերպությունները, որոնց արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, ուղղակի կարող են իրենց սարքավորումները բեռնել ինչ որ բեռնատար մեքենաներով ու տեղափոխվել Կրասնոդարի շրջան։ Շատ հանգիստ ու հեշտ։ Եվ այնտեղ կունենան շատ ավելի էժան վարձատրվող աշխատակազմ։ Հայաստանում բնականաբար գործազրկությունը ահռելի ծավալների կհասցնի, գործազրկության այդպիսի ծավալները կհանգեցնեն լրացուցիչ աղքատության խորացման, այդպիսի աղքատության խորացումն ու ապագայի արդեն ոչ թե անորոշությունը, այլ որոշյալ ակնհայտ չվերականգնման այդպիսի տեսլականը կմաղի մարդկանց դեպի արտագաղթ։ Եվ Հայաստանը վերջնականապես այդպես առանց պատերազմի շատ հեշտ եւ հանգիստ կհանձնվի Թուրքիային եւ Ադրբեջանին։ Բայց սա ռեալ վտանգ է։ Եթե ԵԱՏՄ-ից Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալիս, վտանգը ռեալ է։ Բայց նորից եմ կրկնում, ես չեմ հավատում այս սցենարին, որ ԵԱՏՄ-ից Հայաստանը կարող է դուրս գալ, որովհետեւ բոլորը քաջ գիտակցում են այս Եվրոմիությանը, այսպես եկեք ձևակերպենք, Եվրաքվե, թե Եվրոմիության անդամակցելու օրենք եւ այլն, դրանց անունը ուղղակի դնենք կապիկություն իշխանության կողմից իրականացված։ Դա այլ որակում դրան չի կարելի տալ, որովհետև դրան չի կարելի նույնիսկ լուրջ վերաբերվել, որովհետև գործողությունը, այսինքն այդպիսի օրենքի ընդունումը նվազագույնը պետք է երկրորդվեր արտաքին քաղաքական վեկտորի հստակ ուղեգծելիությունից հետո։ Բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունը ունի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն եւ Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի Թուրքիա ու շատ այսպես ոչ թե արագ քայլերով կամ ցածկելով, այլ վազելով է գնում դեպի թուրքացում եւ թուրքահպատակեցում, Եվրոմիությանն անդամակցելու պայմանագիրը, օրենքը ինքը նորից եմ կրկնում, ընդամենը Նիկոլ Փաշինյանին աջակցող որևէ խմբակի համար պետք է ծառայի որպես հենարան կամ քարոզարշավի փաստաթուղթ, որպեսզի նրանք մուտք գործեն ազգային ժողով, հետագայում Նիկոլ Փաշինյանին միանալու ակնկալիքով, իմիջայլոց, որի փաստացի դեպքը ունենք մենք Երևանի քաղաքապետարանում, այդ նույն Եվրոպամետ, այսպես ասած, ճուժերի ներկայացուցիչներից մեկը, ինչ որ մի անորակուժ, ինչպես միացավ եւ իր քվեները տվեց, եւ մնացյալ այլ ամբովանդակ եւ պատկերացում չունեցող ուժերը, նույնիսկ այժմ դիրքավորվելով իբր թե ընդդիմադիր, բայց շատ հաճախ նաեւ բարձր ձայնում են, որ իրենք հենց պետք է կառավարության հետ աշխատեն եւ այս կառավարության հետ պետք է աշխատեն։ Դեպ Գյումրիում նույնը տեղի չունեցավ փաստորեն, այնտեղ էլ կար Եվրադաշինք։ Դե չկարողացան ուղղակի հաղթահարեն շեմը։ Եթե հաղթահարեն, վստահեցնում տեղի կունենար դա։ Պարոն Սարգսյան, վերջերս $750 միլիոն ավելացավ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը եւ այդ գումարն ուղղվելու է աշխատավարձեր, թոշակներ բաժանելու, վճարելու համար։ Ընդհանրապես նորմալ է, երբ պետությունը այս նպատակներով պետական պարտք է ավելացնում։ Ընթացիկ ծախսերի սպասարկման համար պետական պարտքի ավելացումը դա ինքնասպանություն է, որպեսզի մեր հանրության համար էլ շատ ավելի պարզ լինի, թե ինչ է դա ներկայացնում իրենից։ Պատկերացրենք, երբ որ մենք առավոտ զարթնում նախաճաշում ենք, հետո երեկոյան աշխատանքից վերադառնում ենք, ընտրում ենք եւ այլն, հագուստ ենք հագնում, կոմունալ վճարներ ենք վճարում եւ այլն, եւ դա ոչ թե իրականացնում ենք աշխատավարձի հաշվին կամ ինչ որ եկամտի հաշվին, թեկուզ այլ գործունեությունից եկամտի հաշվին, այլ իրականացնում ենք վարկերի հաշվին։ Ինչ տեղի կունենա մարդու կամ ընտանիքի հետ։ Որոշակի ժամանակահատված հետո բանկը այդպես բռնագանձման հայցով կդիմի դատարան, դատարանի վճռի արկայության դեպքում հարկադիր կատարման ծառայությունը ուղղակի
այսպեսի բան կար, չէ, քաղաքական գործիչ կար, որ ասում էր օրենքով սահմանված կարգով ներխուժեցին մեր տուն։ Կներխուժեն բնակարան եւ սեփականության իրավունքից ուղակի կզրկեն, այսինքն կտնազրկեն մարդուն։ Եթե մարդը շարունակի ապրել վարկի հաշվին։ Ինչ տեղի կունենա ավելի մակրո մասշտաբում, այսինքն պետության հետ։ Եթե սովորաբար մենք պարտքներ գրավենք, այդ պարտքի հաշվի միայն աշխատավարձ կենսաթոշակ վճարենք եւ արժեք չստեղծենք, որպեսզի հետագայում կարողանանք պարտք սպասարկենք, ապա մի օր այդպես կգան Հայաստանի Հանրապետության հետևից եւ կասեն, դե գիտեք, պարտքի դիմաց ուրեմն դուք պետքա այսինչ ռազմավարական նշանակության օբյեկտը հանձնեք մեզ, այսինչ հանձնեք եւ այդպես Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման ավելի ռեալ վտանգ է ստեղծվում։ Գումարած, ինչը դա ինչն է սրա ամենավտանգավոր կողմը, ամենավտանգավոր կողմը սերունդների հանդեպ անարդարությունն է։ Եվ պարտքներ գրավելով այսօրվա ընթացիկ ծախսերը լուծելու համար կամ իշխանությունների ներկայացուցիչների այդպես կեցավայրերն ու աշխատասենյակները վերանորոգելու համար կամ իրենց վարկանիշը ապահովելու համար նրանք պարտավորեցնում են այսօր 2025 թվականին ծնված երեխային 18 տարի հետո այդ պարտքը մարի։ Այսինքն ինչ իրավունք ունի այսօրվա կառավարիչը ծախսելու որոշում կայացնի կամ պարտքի ներգրավման որոշում կայացնի դեռևս չծնված երեխայի ապագա աշխատավարձի եւ հարկերի հաշվին։ Սա ոչ թե անամոթություն է, սա ուղղակի թշնամանք է, թշնամություն է սեփական հանրության եւ սեփական պետության հանդեպ։ Պատկերացրեք, ընտանիքի հայրը զավակին խաբում է եւ ասում է դուք ձեր ուսման վարձը վճարված է եւ կարող եք հանգիստ գնալ սովորելու։ Եվ նա գալիս է գաղտնի պայմանավորվածության կամ համաձայնության, այսինքն ընտանիքից գաղտնի կերպով պայմանավորվում է որևէ վարկատու կամ պարտք տրամադրող կազմակերպության ու անհատի հետ եւ ասում է 4 տարի իմ զավակի ուսման վարձը վճարի, 5-րդ տարվանից սկսած երբ որ ինքը օրինակ համալսարանը կավարտի եւ սկսի աշխատել, ես քեզ իրավունք եմ տալիս նրա աշխատավարձից յուրաքանչյուր ամիս քո պարտքը ենթադրենք 30%-ով հետ վերադարձնելու համար։ Այսինքն մարդը գնում է սովորելու, ավարտելուց հետո գնում է աշխատանքի ու ունի արդեն տարատեսակ պլաններ եւ մի օր մեկը հայտնվում է, ասում է դու պետք է իմ պարտավորությունները մարես, հետո նոր շարունակես քեզ համար ապրել։ Այսինքն այսպիսի անազնիվ ծնող եւ զավակ հարաբերությունները, եթե պրոյեկտում ենք պետական հարաբերությունների մեջ, այսինքն իշխանությունը աննարակ հոր վարկագիծ է դրսևորում ապագա սերունդների նկատմամբ։ Վերջին շրջանում նկատվում է ապրանքների գնաճ, ինչով է դա բացատրվում, պարոն Սարգսյան։ Տեսեք, 2024 թվականին 223 միլիարդ դրամ պետական եկամուտները չապահովվեցին, 2025 թվականի համար շուրջ 200 միլիարդ դրամով ավել են պլանավորվել, այսինքն շուրջ 400 միլիարդ դրամ 2025 թվականին խնդիր ունեն պետական եկամուտ ապահովելու։ Այս դեֆիցիտը պետական եկամտի պետք է ապահովեն կամ լրացուցիչ պարտքերի ներգրավման հաշվին, որի հավանականությունն արդեն բավականին ցածր է, կամ այլ եղանակով հարկ հավաքագրելու։ Հիմա հարկի հավաքագրման ունենք երկու հիմնական տարբերակ։ Առաջին տարբերակը ու ազնիվ տարբերակը պետականամետ իշխանության այդպես վարկագծին հարիր եղանակը հետևյալն է։ Ամեն ինչ անել ստեղծել ներուժ պոտենցիալ եւ արտադրանքի ծավալ, ծառայությունների ծավալը ավելացնելով, այսինքն տնտեսությունը իրապես ընդլայնելով, ավելի շատ հարկ հավաքագրել։ Սա եւ ազնիվ է եւ, այսպես ասեմ, տնտեսագիտության մեջ ինքը ոսկե կանոն է։ Երկրորդը, եթե անազնիվ է լինում կառավարությունը, այլ տարբերակ չի մնում։ Ինքը պետք է գնա արդեն չարաշահումների տարբերակով։ Այսինքն, հարկային դուրիքաչափերի բարձրացում իրականացնի, հարկման բազաների ընդլայնում իրականացնի, սակագների բարձրացում իրականացնի, որպեսզի կարողանա չեղած տեղից արդեն ավել հարկ հավաքագրի։ Հիմա Հայաստանը ակնհայտ է, որ ներուժ չունի։ Հայաստանում բացի այն, որ ներդրումներն են բացակայում, այլ մի հատ էլ կապիտալի փախուստ է տեղի ունենում։ Ոչ թե կապիտալի արտահոսք, այլ բառից բուն իմաստով փախուստ։ Բոլորը արագ հանում են Հայաստանից իրենց կապիտալը։ Այսպիսի պարագայում ինչ քայլի գնաց կառավարությունը։ Գնաց տարբեր գործունեության ոլորտների հարկադրույքների 5-6 անգամ ավելացման, որոշակի տեղերում կրկնակի ավելացման, ֆիզիկական անձանց փորձում է մտցնել բոլորին համատարած դաշտ եւ հասկանում է, հաշվարկներ են կատարում, տեսնում են, որ այնուամենայնիվ կան այսպես որոշակի դիմադրողականություններ ըստ ոլորտների, գնում է արդեն այլ եղանակով, համատարած գնաճի ճանապարհով հարկերի հավաքագրման։
Սովորաբար նման պայմաններում տեղի են ունենում այսպես ասած լայն սպառման առարկաների սակագների բարձրացումներ, բայց դրանցից որոշները պետական սակագների կարգավորման ոլորտում են, օրինակ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ջրինը, գազինը եւ այլն, եւ քաջ գիտակցում են, որ եթե հանկարծ պետությունը սկսեց թեկուզ որոշակի այսպես գործողություններ այդպիսի այդ ծառայությունների սակագների բարձրացման, ինչպիսի դիմադրողության ալիք կարող է բարձրանալ, ինքը չի գնում այսպիսի բարձրացումների։ Այսինքն գնում է կամ ստեղծում է այնպիսի պայմաններ, որպիսի շուկայում տեղի ունենա ապրանքների արժեքի գնաճ։ Օրինակ հարկերի բարձրացումը ինքնին նպաստում է գնաճին։ Չի կարող դա չնպաստել, որովհետև որևէ մի կազմակերպություն կամ բիզնես, եթե ունի իր համար այսպես հաստատուն եւ փոփոխուն ծախսեր եւ ունի որոշակի շահութաբերության մարժը սահմանած, եթե ծախսերը ավելանում են, բնականաբար նա շահութաբերության մարժան ապահովելու համար սակագների վրա պարտադիր արտացոլում է այդ բարձրացումը։ Հիմա մի կողմից պետությունը գնաց հարկերի բարձրացման, որը ուղիղ գնաճի վրա ազդեցություն է թողնելու, պատկերացրեք փաստաբանական ծառայությունը օրինակ 6 անգամ հարկերը բարձրացրեց 200,000 դրամից պայմանականորեն պետք է դառնա 300,000 դրամ մինիմում, որ պետք է ավելանա։ Այդ 100,000 դրամ հավելյալ վճարը, որ բիզնեսը վճարում, ինքն էլ պետք է իր ապրանքների եւ ծառայությունների գները ավելացնի, որպեսզի կարողանա այդ 100,000-ը հայթայթի եւ փոխհատուցի։ Սա ընդամենը մի ծառայության էֆեկտի մասին եմ ասում։ Դրանք բազմաթիվ են։ Երկրորդ սցենարը այդպիսի թանկացումները բնականաբար բիզնեսի կյանքը նույնպես թանկացնում է, չէ՞, այսինքն համատարած թանկացումների ժամանակահատվածում իր ծախսերը ավելանում են, բնականաբար իր մոտ սկսում է գնաճը։ Ինչպես նաև իրենց առօրյա կատարած ծախսերը հետագայում բավարարելու համար պետք է իր շահույթի մակարդակն էլ համապատասխանեցնի դրան, հետևաբար նույնպես բարձրանալը։ Երկրորդ, գալու է աշխատակազմը պահանջներ կասնի բիզնեսի ղեկավարությանը եւ ասի գիտես քո այն ժամանակվա կամ 3 ամիս առաջվա վճարած աշխատավարձը այլևս չի բավարարում ինձ 1 ամիս նորմալ ապրելու համար եւ պահանջում եմ աշխատավարձի բարձրացում։ Եվ բիզնեսի ղեկավարությունը կարող է ստապ իրավիճակ գնահատել եւ տեսնել, որ այո, անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցին պայմանականորեն 50,000 դրամ վարձատրությունը ավելացնել։ Եվ այս վարձատրությունը նորից հանգեցնելու է իր ծառայությունների եւ ապրանքների թանկացման։ Սրանք են հիմնական պատճառները եղել, այսինքն զուտ ներպետական եւ ներքին փնթի կառավարչական ու կազմակերպման հաշվին է գնաճը տեղի ունեցել, այդպես արտաքին աշխարհից եկող ազդակներ չենք ունեցել, որպեսզի գնաճ տեղի ունենա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում եի Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանի հետ, կհանդիպենք։